Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, ուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի լույս։ Այս սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում մեր ամենասիրելի հավատարիմ հեռուստադիտող ջան, ինչպես եք։ Լավ եք։ Մենք էլ լավ եք, այո, մենք էլ ենք լավ, հաղթարել ենք բոլոր ուրեմն խցանումները, բոլոր ճանապարհները, որտեղ որ հնարավոր է շրջանցել եւ եկել ենք հասել ենք ու ձեզ ասենք բարի առավոտ։ Եվ ինչու ոչ ուզում ենք հենց այս պահին մի լավ երաժշտություն նվիրել ձեզ, որպեսզի արտանանք միասին, ով քնած է արթուն կացեք։ Արթնացեք։ Փոքրիկ մի քաղաք, լիքը ջերմությամբ, ամեն փոց իր բարհիշողությամբ, բայց ինչ-որ պահից քաղաքը փոխվեց, ու սառնությունը ամեն բան ջնջեց, քաղաքը մտնեց, ամառը սառեց, երբ հասկացա պետք չի քեզ վստահել, քաղաքը մտնեց, ամառը սառեց, երբ հասկացա պետք չի քեզ վստահել, իմ սերը մարել ու էլ չի վարվելու, իսկ ինչ կանեիր դու երբ էլ չես հավատում, իմ սերը մարել ու էլ չի վարվելու, իսկ ինչ կանեիր դու երբ էլ չես հավատում, դեղ չթողեցիր, որ քեզ հետ մնամ, քո թողած վերքերը չեն սպիանա, առաջվան արդեն մենք էլ չենք դառնա, թող որ ամեն որ իր ճամփով գանա, ասում ես սկսենք ամեն ինչ նորից, բայց պետք չի դա ոչ քեզ ու ոչ ինձ, ասում ես սկսենք ամեն ինչ նորից, բայց պետք չի դա ոչ քեզ ու ոչ ինձ, իմ սերը մարել ու էլ չի վարվելու, իսկ ինչ կանեիր դու երբ էլ չես հավատում, իմ սերը մարել ու էլ չի վարվելու, իսկ ինչ կանեիր դու երբ էլ չես հավատում, կար ժամանակ, երբ վառեր քաղաքն իր էությամբ, ինչ որ պահից երկնացիր, ինձ կոտրեցիր, իմ սերը մարել ու էլ չի վարվելու, իսկ ինչ կանեիր դու երբ էլ չես հավատում, իմ սերը մարել ու էլ չի վարվելու, իսկ ինչ կանեիր դու երբ էլ չես հավատում, իմ սերը մարել ու էլ չի վարվելու, իսկ ինչ կանեիր դու երբ էլ չես հավատում։ Վերադարձանք, իհարկե վստահ ենք արթնացել եք, Անահիտ, դու արթնացել ես։ Այո, անշուշտ արթնացել եմ, շատ շուտ, առավոտյան 6-ին, որպեսզի կարողանամ Աբովյան քաղաքից գալ, պատկերացնում եք, բայց մեծ սիրով եմ գալիս, որովհետև գիտեմ, որ ունենալու եմ հանդիպում է շատ սիրելի հեռուստադիտողի հետ, իսկ դու նախաճաշել ես։ Այո, գիտես չէ, Սոֆի Լորենի օրինակ, երբ որ հարցրել են, ասել են, ինչու՞մն է ձեր երիտասարդ մնալու գաղտնիքը, ինքը պատմել է, որ օրինակ իր մոտ միշտ ավանդույթ է առավոտյան միշտ ժամը 6-ին ոչ ուշ արթնանալը եւ երեկոյան, այո, երեկոյան 7-ից հետո չսնվել շատ, դիտել ինչ-որ հետաքրքիր հաղորդումներ, այն ժամանակի իհարկե հաղորդումներ են եղել, շփվել լավ արվեստի հետ եւ 9-ից հետո քնել։ Շատ շնորհակալ եմ Սոֆի Լորենի հետ համեմատական տանելու համար, ես սկսել ամեն օր առավոտյան 6-ին արթնանալ, ամեն դեպքում սերներս բացին այնից, որ արթնանում ենք, օրվա պլաններն ենք դասավորում, նախաճաշում ենք եւ փորձում ենք հասկանալ ինչ անել այսօր, նաեւ ասում ենք ինչ հագնել այսօր։ Այո, ինչ հագնել այսօր, որ լավագույնս մեզ խորհուրդներով իհարկե օգնում է կվիզին։ Գնացինք նորաձևության ետևից։
ինչպիսի հագուստ են կրում բիզնես լեդիները։ Կարևոր է ընդգծել անձի կարգավիճակը, ղեկավարի ոճն ու կանացիությունը։ Դա հնարավոր է անել միայն բարձրակարգ գունային երանգների, կտորների կատարյալ որակի եւ շքեղ աքսեսուարների միջոցով։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նրանց ներկայացնել գրավիչ, թաքցնելով թերությունները եւ ընդգծելով առավելությունները։ Այս բարդ խնդիրը հեշտությամբ լուծվում է մեր բուտիկ ատելյեում։ Ինցելներս վերադարձանք տաղավար եւ հաճելիորեն ուրախ եմ, որովհետեւ այսօր մեր տաղավարում է երգիչ Դավիթ Ղազարյան, ով ներկայացել է իր նոր գործ արդեն YouTube-յան հարթակում, շուտով մենք էլ կվայելենք երգի պրեմիերա։ Հանրայց ստեղծագործություն, որը թարգմանվում է թե չլիներ իմ կյանքում։ Իմ կյանքում։ Բարի լույս Դավիթ ջան։ Բարի լույս Դավիթ ջան։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, դուք ինչպես եք, հիանալի։ Շատ լավ։ Դե օր բարի շրջանակներում միշտ հարցնում ենք ինչպես է սկսում ձեր առավոտները եւ ինչով է առանձնանում սուրճ, թեյ, վաղ եք արթնանում թե ոչ։ Այն օրերին, որ կարևոր գործ պետք է ունենամ, շատ վաղ եմ արթնանում, կարելի ասել ընդհանրապես չեմ էլ քնում գիշերները, որովհետև շատ լարված եմ այդ առումով, որովհետև ես սիրում եմ, որ ամեն ինչ լինի ժամանակին, հանկարծ չուշանամ, 3 րոպե, մի րոպե ուշանալը իմ ներվային համակարգի վրա շատ վատ է անդրադառնում։ Պունկտուալ մարդ եք։ Ինձ համար ավելի լավ է մի ժամ շուտ կամ, քան թե մի քանի րոպե ուշանամ։ Հրաշալի։ Հրաշալի բնավորություն։ Որ այսօր շատ մարդկանց մոտ բացակայում է։ Սուրճ չէ, թե ավանդական սուրճով։ Ավանդական հայկական նորմալ սուրճով։ Այո։ Շատ բարի։ Ստեղծագործ մարդու համար առհասարակ ինչով է տարբերվում օրը եւ ավելի շատ երեկոյան եք ստեղծագործում, թե ոչ։ Հիմնականում երեկոյան, այո, ու միանգամից։ Իմ մոտ ամեն ինչ լինում է միանգամից։ Սևակն ասում է ինչ լինում է թող որ լինի միանգամից։ Դավիթ, այ ստեղծագործությունը, որը այսօր ներկայացնելու ենք, այն օտար լեզվով է եւ հանրությունը համաշխարհային հիթ է, համաշխարհային են ամենապառնասներում գտնվող։ Այն ինչպես առաջացավ քո մոտ գաղափարը, միտքը թարգմանելու այն, նաեւ գիտենք, որ դու ես թարգմանել, չէ՞։ Նախ հենց թարգմանություն է, թե նոր բառեր են գրվել եւ երկի իմաստի հետ կապ չունեն։ Մարդկանց մոտ թյուրն բռնում է այդ առումով, որովհետեւ երկի իրականում թարգմանություն չի, երկի միտքը ինչպես ծնվեց այդ երկի հետ կապված, միշտ ցանկացել եմ այնպիսի հիթ մատուցեմ հայերեն ու ինքը հայերենով էլ շատ սիրուն կլիներ, որովհետև ամեն երգ չի էլի, որ ինքը կհնչի հայերեն սիրուն, որովհետև հիմա հեռուստաընկերություններով այլ բնույթի երաժշտությունների շատ մեծ պրոպագանդա է գնում, որ հայկական բառերով, բայց ես դրա մեջ հայերեն բառ չեմ գտնում։ Իսկ գոյություն ունեն այնպիսի մեծագույն արտիստներ, այնպիսի մեծ երգեր համաշխարհային, որ ոնց որ ես լսեմ դա հայերեն։ Ու սկզբանե ես ուզում էի թարգմանեմ անկեղծ, տարբեր թարգմանություններ կար տարբեր լեզուներով, կարդացինք, ուսումնասիրեցինք, քննարկեցինք ու հասկացանք, որ եթե թարգմանվի ֆրանսերենից այն համն ու հոտը չի կարա։ Այսինքն ես միակ բանը, որ համընկնում է, թե չլիներ իմ կյանքում, ես ոնց կանեի։ Ու այնուհետև, որ շարունակությունը գրել եմ, ես մտածել եմ, եթե չլիներ, ես ոնց կանեմ։ Ու տուն լսելով ու համեմատական կարգով ես փորձել եմ պայեմ երաշտական գիծը, այսինքն ինչի մասին է երգը, իսկ ընդհանուր ինքը թարգմանություն չի։ Այսինքն մտքային պահպանվել է, բայց բոլորովին նոր խոսքեր են գրվել, ոչ թե թարգմանություն ու ձեր կողմից։ Սա առաջին փորձն էր ձեր, թե առհասարակ ստեղծագործում եք մինչ դա։ Առհասարակ ստեղծագործում եմ, ունեմ հեղինակային երգեր, մեկը գրել եմ 14-15 տարեկան հասակում։ Էլի խոսքերի հեղինակն եք, թե նաև երաժշտությունը միանգամից ա եկել։ Այդ ընթացքում այդ եմ ասում, որ ցանկացած բան, որ լինում է իմ մոտ միանգամից ու այն օրը, որ գրել եմ Ժոդասենի այդ երգը, նույն օրը գրել եմ մեր մեծն Ազնավուրի գործերից մեկի, այս անգամ նաև հայերեն թարգմանված, իմաստային թարգմանված տարբերակը, հիմա չեմ ասի կուզենամ անակնկալ լինի, թե որն է, բայց շատ համաշխարհային հիթ է դա դարձել ու շուտով դրա տեսահոլովակն էլ կնկարահանենք։ Այսինքն ձայնագրման աշխատանքները կատարել եք, աշխատանքը արդեն ավարտված է։ Այդպես եմ ասում, էլի, ես չեմ աշխատում քանակի վրա, որովհետև հիմա շատ մարդիկ կոնկրետ արվեստը քանակային գործ չէ, էլի, արվեստը պետք է դնես, մտածես, վերլուծես, ցանկացած բառը ու երգը գրելուց ես բառային ոչ մենակ իմաստը, այլ բառային քանակն էլ եմ պահպանել, որովհետև ունկնդրին պետք է անես ցանկացած բան, որ հաճելի լինի։ Իհարկե, ինքը ինտուիցիայով լսի բառաքանակը
ձայնավորներ, բաղաձայներ, հնչողությունը, շեշտերը, այո։ Շեշտերը լիքը մարդ լսելուց չի հասկանում, բայց ես այդ անում եմ, որ մարդիկ ավելի կոմֆորտ զգան, էլի։ Հաշվի է կարել։ Այման այդ առաջարկում եմ ժամանակն այդ կոմֆորտ, այո, այդ կոմֆորտի երգը մի հատ մատուցենք ու հետո վերադառնանք պրեմիերա անենք մեզ մոտ ու շարունակենք մեր եթերը։ Օրդ բարի շրջանակներում Դավիթ Ղազարյան, թե չլիներ իմ կյանքում, վայելենք։ Չլիներ իմ կյանքում, կհորինեի ես քեզ իմ մտքում։ Վերադարձանք, Շատ սիրուն։ ես կուզենամ երգեմ, թե չլիներ իմ կյանքում, ես չէի լինի եթերում, Անահիտ։ Թե ինչքան ես դու եթերում, չգիտեմ, շարունակեմ ես վարել։ Մի խոսքով շնորհավորում ենք պրեմիերայի կապակցությամբ, որովհետև շատ հետաքրքիր ու կոլորիտային յուրահատուկ գույներով, իդեպ գույնային գամայով նաև հոլովակ է ստացվել։ Կուզենայի նաև խոսենք փոքր հոլովակից, հա, ով է ռեժիսորը, ինչպես է միտքը ծագել, ով է նկարահանվել աղջկա դերում։ Աղջկա դերում մեր Մարինա, ինքը ուսանողի է։ Մեր Մարինա։ Արդեն մեր Մարինա։ Ինքը ուսանողի է երկրորդ կուրսի, զբաղվում է մոդելինգով, մասնագիտությամբ ճարտարապետ, եթե ճիշտ եմ հասկանում, ընդհանուր սցենար եւ ամեն ինչ Adora Production, էլի մեր լավ ընկերն է, իր հետ քննարկել ենք ընդհանուր ընկերական միջավայրում էսպես ասել։ Ինչքան ժամանակում եք նկարել եւ նկարումները որտեղ են ընթացել։ Նկարահանումները ես ճիշտն ասած Պապլավոկի այգի չգիտեմ։ Երևանի այգում տեղի ունեցել հիմնականում ու Տեսիլ, եթե չեմ սխալվում, ֆոտոստուդիան, որը շատ հին ու ռետրո, շատ գեղեցիկ տեղ էր։ Միշտ հենց տեսնում էի իրանց գովազդը, ուզենում էի տեղ ինչ-որ մի բան ունենամ ու այդ երգը միանգամից ոնց որ համապատասխանեց ու ասի անպայման պետք է այդ մոմակալները, այնտեղ հին դաշնամուրներ, լրիվ ռետրո ոճի մեջ ու կարող ենք սիրուն գույներով անել, բայց կարևորը գեղեցկության մեջ չէ, էլի կարևորը որակի մեջ է։ Բացի դա նաև երգը ինքը հենց իսկ կոլորիտային էր ու տրամադրությունը պետք է հաղորդես, էլի։ Հիմա ամեն ինչ շատ վառ է, բայց արդեն այդ վառի մեջ այդքան իմաստ չկա, այն հնության մեջ ավելի քաղցրություն կա, քան վառի մեջ։ Բացի դա նաև քանի որ ստեղծագործություն ունի հիշողություն, հա, մարդկանց մոտ նոր հիշողություններ են արթնանում, իսկ ռետրո ոճի, այսինքն տեսահոլովակը եւս մեկ անգամ մի ուժ է եւ մի նշան, որ մարդիկ իհարկե արթնանան եւ հիշեն այս ստեղծագործությունը։ Հետո միտքն էլ ընդհանուր, եթե երգը լսեք, տեսահոլովակը հենց նկարագրում է երգն էլի, այդ ծրարի մոռանալը, նամակ գրելը, այդ ամեն ինչը, որոնց նայում եք, մեկը մյուսի հետ համահունչ է։ Երբ արդեն տեղադրեցիք YouTube-յան հարթակում, ինչպիսի ֆիդբեքեր են եղել, մեկնաբանություններ, ովքեր են ձեր քննադատները, բարեկամներ, հարազատներ, ինչ արձագանք է գտել։ Շատ լավ արձագանք է գտել։ Սա երրորդ գործն էր, երկուսը հեղինակային են, սա երրորդ գործն էր։ Դե ունեմ շատ տարբեր ժանրի երգեր, հիմնականը մեսրադային, շանսոն, բայց այս ոճում առաջի անգամ էր, որ հայաֆիկացրել եմ, հայերենով եմ մատուցել համաշխարհային հիթը, շատ լավ արձագանքներ եղավ անկեղծ։ Իրականում ինձ վատ արձագանք չի լինում, եթե անկեղծ ասեմ։ Ինձ 1000-ից 1, 200-300 մեկնաբանությունից կարող է 2-ից 3 հոգի տենց այլ կարծիք ունենա, ոչ թե վատ մեկնաբանություն, այլ կարծիք ուզենան ուղղակի մի բան ասած լինեն այդ ձևով։ Լրիվ թե չէ շատ լավ դրական կարծիք, դրական արձագանք է ստացել։ Facebook-ում արդեն գրեթե 2 միլիոն ընդհանուր տեսանելիություն ունի տվյալ երգով տարածված վիդեոները, հոլովակները ու ինքը ոնց որ Հայաստանի սահմաններից դուրս է եկել կոնկրետ Facebook-յան հարթակում, որովհետև նայում եմ էլի վրացիներն են հավանում ընդհուպ մինչև ֆրանսիացիները դե չեմ ասում երրորդ հորիզոնական դիտումների քաղաքներով որ նայում ես շատ լավ ա եղել անկեղծ արձագանքը ու շատ ոգևորող, բայց էլի եմ ասում, չէի մտածի, որ այդ ձև կլինի, որովհետև ես շատ քիչ եմ գրում, շատ քիչ եմ գրում։ Ես երբեք չեմ հասկանում այն մարդկանց, որ ասում են, այսպիսի բան պետքա գրվի, ու այդ օրն իրան գրում են։ Այդ ձև, որ ամեն օր գրես, հաստատ բառերը կփչանան իմ կարծիքով, կփչացնենք բառերը։
Վստահ ենք, որ Դավիթ ջան, հաջորդ ստեղծագործությունը ավելի մեծ բում է անելու, քանի որ նա Շարլ Ազնավուր է, ինչպես ասացիք, դե չեք բացել ճակերտները եւ հիմա Շարլ Ազնավուրը ավելի, այսպես ասած, արդիական, ավելի հայկական, ավելի եւ նաեւ ինչու ոչ հայկական, եւ ուրիշ ոչ թե մի քանի միլիոնի, մի քանի տասնյակ միլիոնների բաներ կունենան, արձագանքներ կունենան։ Անշուշտ։ Ցավոք սրտի թե ի ուրախություն այսօր արտիստները շատ ակտիվ են լինում սոցիալական ցանցերում, որովհետեւ դա այն միջոցը, որով կարողանում ես այդտեղ հասնել քո կատարած աշխատանքը, որքանով ես դու ակտիվ Instagram-յան հարթակում, այն նշեցիր Facebook-ում է տեղադրվել, քո անձնական էջերից է, ինքդ ներկայացնում ես, թե ամեն դեպքում ուզում ես ուղղակի գործը խոսի ու իշ ճանապարհը հարթի։ Չէ, ես անկեղծ ասած, ես ինքս վարում եմ իմ բոլոր էջերը, TikTok-ն այս վերջերս շատ պասիվացրել եմ, դիտավորյալ եմ պասիվացրել, որովհետև այդ հարթակում ես հասկացա, որ Անելիք չունեմ։ Մի քիչ իմը չի, էլի, ոչ թե մի քիչ իմը չի, իմը չի։ Էլի տեղադրում եմ հոլովակները, բայց բանի տեղ չեմ դնում։ Կնայեն, այնտեղ էլ ունեմ շատ լավ ընկերներ, այնտեղ էլ ունեմ շատ լավ հետևորդներ, չեն նայի, հիմնական ակցենտը արդեն YouTube, Instagram ու այդ ձև բաների վրա։ Իսկ երգի տարածումը լրիվ օրգանիկ ճանապարհով ա եղել, որ ամենաշատ ուրախալին էր իմ համար։ Միշտ որ լսում էի երգիչներին ու տեսնում էի սիրուն գեղեցիկ երգա ու տակը շատ գեղեցիկ հոլովակներ ու այս երգի տակ այնտեղ որ երգում եմ թե չլիներ իմ կյանքում կհորինեի ես քեզ իմ մտքում լուսաշող երազից մի պատկեր այնքան գեղեցիկ ու այնքան ուղղակի չեմ կարող բառերով նկարագրել թե ինչ տեսակի հոլովակներ են նկարահանել որ ամեն անգամ նայելուց ինձ դրական թախիծով եմ լսում եմ որ հուզվում եք թե ձեր երգի տակ ինչպիսի հետաքրքիր էմոցիաներ են պատկերացնում եմ որ երաժշտությունն էլ լիներ իմը ընդհանրապես ինձ հետ ինչ կկատարվի այդ փողի վրա դե ամեն ինչ արժևում է մենք կսպասենք արդեն ձեր իսկ հեղինակային նաև գործերին երաժշտության ինչու ոչ այս ոճի մեջ որովհետև իսկապես սիրվել է ու արձագանքը դրա վառապացույցն է ուղղակի մոտ մի քիչ հակասական է առհասարակ ես իմ ձայնով տեներ եմ իսկ անդադ ինձ հանդիպող գործեր ինչի մեջ որ ես մտնում եմ ավելի շատ ռոմանսային է ես 3 տարի դասական հենց դասական վոկալով եմ զբաղվել ու այն օրն իմ մոտ մարդկանցից մեկն ասում է դու ինչու չես երգում այնպիսի երգ որի մեջ քո դիապազոնի երևա ասեմ այդ ձևի երգում եմ տանը բայց այն երգը որ ես եմ ուզում երգեմ ու ես եմ ուզում ինքը բարխատ ինքը սենց հանգիստ միջին ռեգիստրի այո միջին ռեգիստրի բայց կարևորը հիմա երգերում քանի որ իմ կողքին նստած է կրկին դասական երգող եւ եւս մեկ հյուր էքսպրոմպտ մի հետաքրքիր մի փոքրիկ դրվագ երգեք միասին ինչի երգեք ինչ կարելի է երգել ցանկացած մի բան ցանկացած բան ով սիրուն երգենք գնանք Ով սիրուն, ինչու մոտեցար, սրտիս գաղտնիքը, ինչու իմացար, միան մեղ սիրով, ես քեզ բայց դու անիրավ դավաճանեցիր երգձայն կատարում հատուկ ինձ համար եթերում բոլոր սիրուններին միամսյա կշարունակվում է սիրելիներս մի տեսակ վրացական ստացեց որովհետև այո տարբեր ձայներ, տարբեր տեմբրներ, տարբեր տոնայնություններ, բայց նա դա արեցին հատուկ Անահիտի համար այսօր շնորհակալ եմ անչափ մեր հյուրն է Դավիթ Ղազարյանը մաղթում ենք միմիային հաջողություններ ինչեր ասես որ չեն կանի Անահիտի հետ եթերում մենք իսկապես կսպասենք նոր գործերի եւ սիրով եթերից կլուսաբանենք այնպես որ ձեզ մաղթում ենք շատ ուժ համբերություն ինչպես դուք նշեցիք ամեն ինչ անել դանդաղ բայց լինի ժամանակի եւ ամենակարևորը ճաշակով ամենակարևորը շնորհակալություն շնորհակալություն Այս
Այսօրվա համար նախատեսլինք այսքան է սիրելիներս, շատ լավ է, որ ունեն մենք նոր ստեղծագործող մարդիկ, ովքեր վերցնում են շատ հետաքրքիր երգեր ու դարձնում մերը։ Յուրովի, իհարկե։ Բայց ամենակարևորը այսօր մի հետաքրքիր մեսիջ գնացան այդ եթերում, որ եթե չլիներ իմ կյանքում։ Այսօր մտածեք ինչ է, եթե չլիներ ձեր կյանքում, ինչ պակաս կլիներ, եւ գնացեք ու շնորհակալություն ասեք, սիրեք այն, ինչ որ ունեք։ Միանում եմ Ռեժի բոլոր խոսքերին, այսօրվա համար այսքանը, մնացեք բարով։ Լավ օր։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։